Մեր շրջանում շատ ընտանիքներ տարիներ շարունակ զբաղվում են արտագնա աշխատանքով, դա դարձնելով իրենց եկամտի հիմնական աղբյուրը։ Ամեն տարի, երբ մոտենում է արտագնա աշխատանքի մեկնելու ժամանակահատվածը, բնակիչների մտահոգությունները կրկին ուժգնանում են։ Ներկայում արտարժույթի կտրուկ տատանումներ չեն նկատվում, սակայն դրա ոչ կայուն մնալը անհանգստություն է առաջացնում մարդկանց շրջանում։ Շատերը նշում են, որ ցանկացած փոփոխություն արտարժույթի շուկայում անմիջապես անդրադառնում է իրենց ընտանիքների սոցիալական վիճակի վրա, ստիպելով ապրել անորոշության պայմաններում։ Բնակիչները հույս ունեն, որ առաջիկա շրջանում կպահպանվի կայունությունը, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնողներն ու նրանց ընտանիքները կարողանան ավելի վստահ նայել վաղվա օրվան։ Վնաս կուտա, այդ բարձ բան է, բայց Ռուսաստանում հայերուդեմ մեծ արշավ է սկսվել։ Վաղվանից հայերու մասսաբար ադակսում են, հետաքրել ադագն աշխատանքի կերտան, թե չեն երտա։ Դրանից բացի, եթե գրուսցգանգնի բարձ բան է, մարդիկ աշխատինգը ռուսական գրսով կփողը հաշվեն, թե փոխանագերը ժամանակ կորուսներ կունենա։ Այսինքն ձեռնդու չէ որ տադամի փող պիտի կայուն լինոր, որ գիտենան իրենց կայուն եկամուտ նիշկան է։ Եթե փողը փոխվի գեք, ուժ է։ Ապրանքն հետ կինեկել եք, չնայած իստեղ ապրանքը նույնն է, բայց ռուսական փողի կուրսնոր կգնի, մարդիկ փողը փոխեն քիչ փող կստանան, փաստացի իստեղ օգտագործելու ժամանակ իրենք վնասներ կունեն։